ջան, որ մենք այսօր հավաքված, ինչ ենք անում, հավաքված Տիրոջ երեսը փնտրելու համար։ Մենք այսօր ինչ ենք ուզում մեր Աստծո ժողովուրդ ջան, այսօր ամեն մարդ, որ միանում է Աստծո պաշտամունքին, սա Տիրոջ պաշտամունքն է։ Մենք բոլորս հավաքվում ենք Տիրոջը պաշտելու համար։ Եվ մենք մի բան ենք հավատում, որ այո, մեր Աստվածը պաշտելի Աստված է, նա արժանի է պաշտամունքի ժողովուրդ ջան, նա արժանի է բարձունքների, նա արժանի է քո կյանքի մեջ բոլոր քո սիրտը գրավելու, նա արժանիքներ ունի, այդ լրիվը քո սիրտը տաս իրան։ Համար Տերը օրհնի սիրի ժողովուրդ ջան, Աստված օրհնի, որ հիմա Տերը նախապատրաստում է քո սիրտը եւ ամեն մի լսողի սիրտ, որպես հետագա որ Տերը եղբայրների մեջոցով որ սկսում է խոսել, ինչու համար առաջին Հովհաննեսին ղրկեց, որպեսզի պատրաստեր Տիրոջ գալը, նույնպես նախապատրաստում հիմա քո սիրտը, սիրելի լսողներ։ Աստված պատրաստում է քո սիրտը, որ երբ որ արդեն Տեր իր խոսքը պետք է ցանի ու կերագրի քեզ, նա արդեն քեզ պատրաստում է, որ դու կրանաս այդ խոսքը ուդես, զորանաս եւ ունենաս հավատք Աստծո խոսքի վրա ժողովուրդ ջան։ Համար ես մի Սաղմոս կկարտամ եւ մենք սկսենք այսօրվա պաշտամունքը ժողովուրդ ջան։ Որ Աստված օրհնի այսօրվա պաշտամունքը, որ այսօր թող լինի բժշկության պաշտամունք, թող այսօր լինի ազատագրության պաշտամունք, թող այսօր լինի մարդկանց ամեն ողորմություն գտնելու, այն մարդը որ հույս դաշե չունի, հույսը կտրվել է ինչ-որ մի բանից, ինքն է տեսնում ժողովուրդ ջան։ Աստված իր հույսը վերականգնի, հույսը նորից դնա Աստծո վրա։ Ժողովուրդ ջան, որտեղ մենք գիտենք ամեն մարդ մեկը ասում ենք մի ճանապարհներ, ելնում է մարդը հույսը հատվում է, ելնում է մարդը հավատն է կորցնում, չէ՞։ Ելնում է մարդը ունենում է տգարություններ, թուլություններ։ Հիմա Տեր ուզում է հիմա նախապատրաստում է ինձ ու քեզ բոլորիդ, որպեսզի երբ որ եղբայրներս սկսեն Տիրոջ խոսքը խոսելու, ցանելու, ջրելու ժողովուրդ ջան, որ քո ներսը արդեն պատրաստ եւ սպասում ես այդ ջրին ու հացին։ Ես մեմ կարտամ առաջի Սաղմոսը, սիրասո ժողովուրդ ջան։ Այո, շատես համար շատ ծանոթ Սաղմոս է, բայց Աստված ուզում է, որ այս Սաղմոսի խոսքերը եւ կյանքը մեր մեջ կյանք դառնա, ժողովուրդ ջան։ Այսինքն Աստծո բոլոր խոսքը, որ այսօր մենք խոսում ենք, եղբայրներս խոսում են ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ իմ ու քո մեջ կյանք դառնա այս խոսքը։ Չէ՞։ Այդ երբ դու լսում ես, դու նաև պետք է ընդունես ու հավատաս, դու դրա կարիքը ունենաս։ Աստծո խոսքը երբ որ դուրս է գալում, երբ որ եղբայր շրթունքներից, նա ուզում է, որ քո մեջ տեղավորի։ Նա ուզում է տեղավորվի քո մեջ, նա ուզում է քեզ օգնի, որ դու ավելի փառավորես քո հորդ եւ ճանաչես, ժողովուրդ ջան։ Այո, մենք առօրվա կյանքի մեջ մենք շատ բաներ ունենք դեռ սովորելու Աստծուց։ Այո, մեր բոլորի հավատքը որտեղ է երևում, մեր տներում է երևում, ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ խոսում ենք մարդու ամենահավատքը երևում է քո տան մեջ։ Քո տան մեջ է դրսևորում քո ամեն բնավորությունը, խայսատը, քո ամեն ընտանիքը, քո հավատքը, ամեն բան քո տան մեջ, ամեն բան բարձ եւ հայտնի է։ Եվ դրա համար Աստված ինչ համար Աստված ուզում է նախապատրաստի մարդկանց, որպեսզի մարդիկ իմանան ոնց ապրի մարդը իր տան մեջ։ Ոնց դու կարաս ապրես քո տան մեջ, որպեսզի քո տնեցիներին շահես։ Որ քո տնեցիները կարողան շահել եւ նրանց օգուտ լինես եւ պիտան լինես քո տանդ մեջ, ժողովուրդ ջան։ Եվ ուզում եմ կարտամ առաջի Սաղմոսը, ժողովուրդ ջան, վերնագիրը ճշմարիտ երջանկություն։ Այսինքն կան երջանկություններ, բայց այդ երջանկությունը այն երջանկությունը, որը Տերն է տալում ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ ամուսնանում են, կամ երջանիկը, սա երջանիկ է, բայց երբ որ մարդը չի ապաշխարում, ժողովուրդ ջան, այսինքն մարդը ոնց կրա երջանիկ լինի, ժողովուրդ ջան։ Եթե մարդու կյանքի մեջ չկա Քրիստոս, այդ երջանկությունը մարմնանք ժամանակավոր է, այսօր կա, վաղը չի լինի, ժողովուրդ ջան։ Այսինքն այս ճշմարիտ այո, ճշմարտություն, երջանկություն կա, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, մենք այնական միլի խոսացինք, հնարավոր մարդը հիվանդ լինի, մարդը խնդիրների մեջ լինի, բայց մարդը երջանիկ է։ Մարդը երջան դրա համար, որ ինքը Քրիստոս ունի, որ Քրիստոս ապրում է իր կյանքի մեջ, սրա համար է մեր երջանկությունը, ժողովուրդ ջան։ Երբ որ Տիրոջ խոսքը ասում է ուրախ եղեք եւ դարձյալ կսեմ ուրախ եղեք, հաջորդ խոսքը ասում է Տիրոջ շնորհով, այսինքն որտեղ ու վիճակներով, այ դու Տիրոջ շնորհով ես երջանիկ, որ դու ունես հայր, ունես Աստված, եւ այն հայրդ, այն Տերը, որ քո մեղքերը ներել է, ժողովուրդ ջան,
Իշկան օրհնություն կա, որ մարդը պատկերացնում է եւ հասկանում որ Աստված իր որդիով մեղքերս ներել է։ Այսօր ամեն մեկս ունենք մեղքերի թողություն եւ մենք ունեցել ենք Ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի, որ մենք ճանաչենք ճշմարիտ երջանկությունը, որտես գտնես դու այդ երջանկությունը քո ընտանիքի մեջ, առօրվա քո կյանքի մեջ, դու պետք է գտնես եւ ուրախ ապրես Տիրոջով, Ժողովուրդ ջան։ Սա իմ ու քո ձեռն է։ Դու պետք է փնտրես, դու պետք է ուզենաս, դու պետք է աղագես Տիրոջը, դու պետք է փոխվես, դու պետք է սրբանաս, Ժողովուրդ ջան։ Իսկ եթե դու քեզի չես տեսնում, ո՞նց կարաս փոխվես։ Քանի որ մարդ իրան լավ է տեսնում, Ժողովուրդ ջան, մարդը փոխվելու տեղ դեռ չի տեսնում, ինքը չունի։ Բայց երբ որ Տիրոջ խոսքը գալու է, երբ որ գալու է քո սրտին, նա ուզում է քեզ օգնի, որպեսզի դու ճանաչես քո Աստծուն, Ժողովուրդ ջան։ Ասում է Իրան այն մարդը, որ անբարիշների խորհրդի մեջ չի քայլեր, Ժողովուրդ ջան, եւ մեղավորների ճամփին մեջ չի կենար։ Ասում է Իրան այն մարդը, որ անբարիշների խորհրդի մեջ չի կենար, Ժողովուրդ ջան։ Այո, սա ինչ բան է, երբ որ մենք հիշում ենք մեր ամբողջ կյանքի մեջ ամբարիշտություն խորհուրդներ, երբ որ դու նստում ես անավատ մարդկանց հետ, դու խառնում ես իրանց ամեն բամբասանքներին, չարություններին, չարախոսներին, դու իրանց ներկա ես դինում։ Եվ Տեր Հիսուս այսօր հնարավոր է շատ անգամ մարդիկ ընկնում են դժվարությունների մեջ, նստում են անհավատների մեջ, ժողովուրդ, ես ինչ համար Տերես խոսք ուզում ասի, միգուցե կարիք կա։ Շատ հնարավոր հավատացյալը նստի անհավատ դեր, ժողովուրդ, նա իր այդ նույն ձևի կմնա, ոնց որ իրանք այդպես ինքնա, տարբերություն չկա։ Այս բանը, որ այսօր Տեր ասում է, որ անբարիշտների խորհուրդների մեջ չի քայլեր, այս երբ որ դու նստում ես իրանց խորհուրդների մեջ դու չես ապրում, դու չես քայլում։ Դու պետք է տարբերվես իրանցից։ Իսկ եթե իրանց պես դու նստես ու բամբասանք անենք, չարություն անենք, չարախոսենք, մեկին գցենք, մեկին հանենք, մեկին դնենք, Ժողովուրդ ջան, այսինքն եղավ մենք խառնվանք այս մարդկանց հետ։ Մենք նմանվանք այս մարդկանց։ Ինչ համար Տեր ասում է Իրան այն մարդը, որ անբարիշտների խորհրդի մեջ չի գալի, եւ ստեղ գալու է ճշմարիտ երջանկությունը քո կյանքի մեջ, որ դու չես խառնվում անհավատների գործերի մեջ։ Դու չես խառնվում պոլիտիկաների մեջ, որը դրանք մեջ չի վերաբերվում, Ժողովուրդ ջան։ Այո, սակայն շատ անգամ մենք տեսնում ենք մարդիկ եւ սկսում են մտնել խառնվել նաեւ այդ խավար պոլիտիկաների մեջ, որը քեզ չի վերաբերվում։ Աստված քեզ դրա մեջ չի դրե։ Աստված դրել է, որ դու աղոթես։ Ասում աղոթեք իշխանավորների համար, նա դրա մեզ դրե, որ դու աղոթես եւ ես աղոթեմ իշխանավորների համար։ Ասում որպես երկիրը պահեն խաղաղությունով մինչեւ Տիրոջ գալը։ Դու պատկերացրու որ Աստված մեզի պատվեր ա տվել, մենք դրանք չենք անում, մենք անում ենք հակառակը Տիրոջը։ Համար Տերես օգնի, եթե դու ուզում ես ունենաս ճշմարիտ երջանկություն, այսինքն դու պետք է ապրես Աստծո խոսքի համեմատ։ Սիրելի Ժողովուրդ ջան։ Համար Տերես օգնի բոլորիդ էլ, համար Իրան այն մարդը, որ անբարիշտների խորհրդի մեջ չի քայլեր ու մեղավորներու ճամփուն մեջ չի կենար։ Հապա անոր հաճությունը Աստծո օրենքին մեջ է, Ժողովուրդ ջան։ Եվ ասում է, եւ ցորեկ ու գիշեր անոր օրենքին վրա կմտածե։ Սա է ճշմարիտ երջանկությունը իմ քո կյանքի մեջ, Ժողովուրդ ջան։ Հապա անոր հաճությունը Աստծո օրենքի մեջ, այսինքն քո հաճությունը Աստծո խոսքի մեջ է։ Տիրոջ օրենքների, Տիրոջ պատվիրանների մեջ է քո հաճությունը, այսինքն դու ընդեղ ես փնտրում այդ հաճույքը առնելու։ Տիրոջ օրենքից վերցնում։ Դու սիրում ես որ մտնես ավետարան, կարդաս Տիրոջ խոսքը եւ Տիրոջից ունենաս բժշկություն եւ օրհնություն ունենաս, Ժողովուրդ ջան։ Եվ ասում է ցորեկ ու գիշեր։ Այսինքն քո ամբողջ կյանքը ցորեկն ու գիշեր, Ժողովուրդ ջան։ Ամբողջ քո կյանքը, Ժողովուրդ ջան, ասում է ցորեկ գիշեր անոր օրենքների վրա կմտածե։ Այսինքն ամեն օր քո ներսը մտածում է Տիրոջ խոսքի վրա, Տիրոջ օրենքների վրա, Տիրոջ պատվիրանների վրա։ Այն պատվիրանը, որ այսօր Տերը տվել է ինձ ու քեզ։ Այն պատվիրը տվել է, որ մարդը ինչպես պետք է ապրի այս երկրի վրա, Ժողովուրդ ջան։ Եվ Աստված մեզի ամեն մեկից բերել է մինտած եւ ամեն մեկից բացում է, որ մարդը ոնց կարա փրկվի։ Այսինքն մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արդեն գիտեն փրկության ճամփեն։ Այսօր դու գիտես, ինչ պետք է անես, որ փրկվես։ Ոնց պետք է ապրես Աստծո առջև, որ վամեսօր կանգնենք Տիրոջ առաջ, Տեր ասապ արի բարի հավատարիմ ծառա, ես քեզ համար տուն եմ, երկինք եմ պատրաստել։
Համար Տերես օրհնի ժողովուրդ ջան, եթե մենք այս ճամփի մեջ եղել ենք, հիմա նույնպես քայլում ենք ամբարիշտի խորհուրդների մեջ եւ այդ բամբասանքների մեջ, որը մեզ չի հետաքրքրում, որը դրանք խավարի գործ է եւ այդտեղ ներկայ է չարը։ Եվ դա մար ինչ համար շատ անգամ մարդուն չարը խապում է եւ քաշում է այդ բաների մեջ։ Եվ մարդ ինքս ինքը մտնում է դժվարությունների մեջ, խնդիրների մեջ, հետո նայում արդեն ինքը ուր ասե։ Ասելա դատողության, չարության, ժողովուրդ։ Փառքասու որ գոնե մարդը կարող է ճանապարհի կեսին կանգնի, հասկանա եւ գիտակցի, որ ինքը արդեն էսի ուր ասե։ Նրան պետք է հետ դառնալ, զղջալ, ապաշխար ժողովուրդ։ Սմանիկա ջուրերի ճամփան տնկված ծառի պես պիտի լա, որ իր ժամանակին իր պտուղը պիտի տա։ Բանոր տերևը պիտի չթափի եւ ինչ բան որեն է պիտի հաջողի։ Սա օրհնությունն է Տիրոջ իմ ու քո համար, ժողովուրդ։ Այո, եթե մենք ուզում ենք Տիրոջից օրհնություն, եթե մենք Տիրոջ հետ մենք հաղորդակցենք, ունենանք Տիրոջ օրհնությունը մեր կյանքի մեջ, եւ ուզում ես ունենալ այդ Տիրոջ խաղաղությունը քո կյանքի մեջ, դու պարտավոր ես հնազանդվել Աստծո խոսքին եւ իր օրենքներին։ Թե Աստված ինձ ու քեզ ինչ է ուզում անել, ժողովուրդ։ Եվ մենք տեսնում ենք, որ իր ժամանակին իր պտուղը պիտի տա, անոր Տերը պիտի չթափի եւ ինչ բան որ էնե պիտի հաջողի, ժողովուրդ։ Ինչ որ էնես պիտի հաջողի, ինչու համար է հաջողում, որովհետեւ քո ամբողջ կյանքը ընտած գիշեր դեր դու մտածում ես իր օրենքների վրա, ժողովուրդ։ Եվ մենք տեսնում ենք, ասում այսպես չեն ամբարիշտները, հապամղե պես կհովե ու կծրվե։ Ասոր համար ամբարիշտները դատաստանի մեջ պիտի չկրնան կենալ, ոչ ալ մեղավորները արտարներու ժողովի մեջ, ժողովուրդ։ Օրհնյալը Տիրոջ խոսքը ասոր համար ամբարիշտները դատաստանի մեջ պիտի չկրնան կենալ, ոչ ալ մեղավորները արտաներու ժողովի մեջ, այսինքն այո, մարդիկ չեն կրում այն մեղավոր մարդը, ժողովուրդ։ Սակայն մարդկանց մենք ասում ենք արի պաշտավ, արի մարդը գալու է, որ մարդը չի կրում կենադեղ։ Ինչու՞ որ որտեղ մարդու մեջ դեր խավար կա։ Ես հիշում եմ քանի տարի առաջ, երբ որ ես նոր էի ժողովուրդ, լսել Աստծո խոսքը, որ մի անգամ գնացի պաշտամուկի ժողովուրդ, ես էլիս մինչև դուրս եկած պես կարմրել էի։ Սադանել կարմրծրեց, կապեցրեց, ամարսում երբ ես պիտի պրդես տողե մետամստից ժողովուրդ։ Այո, մարդը չի կրա մնա ժողովուրդ, այնքան դժվար է, որտեղ խավարի ճնշում կա քո վրա։ Խավարը չի կրա լույսի տակը դիմանա, ժողովուրդ, պիտի մինչև Տերը քեզի հանի դեպի լույսին եւ քեզի լույսից պիտի հանի։ Այ երկու անգամ իմ կյանքի մեջ եղավ, երբ որ փորձի գնացի պաշտամ ժողովրդան հետ պաշտում մինչև պրծավ, ես արդեն կիսա մարդ եղի։ Բայց 97-ին երբ որ ես սկսի Տիրոջ երեսպան, երբ որ հանդիպած կենտանի Աստծո հետ, երբ որ այդ լույս եկավ իմ կյանքի մեջ, ժողովուրդ արդեն ոտքերս են վազում դեղանք։ Այսինքն մենք տեսնում ենք, այո, արտանեն չի կրան բարիշտների խորհրդի մեջ կենա նույնպես։ Այո, պիտի արտանեն չկարողան այդ մարդկանց հետ նստի եւ բամբասանքների մեջ ունի ժողովուրդ։ Սա դու էլ պետք է չկարաս անես։ Համար Տերես օրհնի Սիրասո ժողովուրդ, ես իմ համար Տերես ամեն բանը խոսում, որովհետև շատ անգամ որ մենք չենք էլ ծրագրում ինչ-որ բան խոսելու, բայց երբ որ վերցնում ես Տիրոջ խոսք եւ ուզում ես Տիրոջ խոսքը խոսես, մեկ է տենում ես Սուրբ Հոգին տանում է այն տեսակ, այն տոշկին է խփում, որտեղ տեսնում է մարդկանց մեջ կարիքը, ժողովուրդ։ Շատ անգամ երբ որ եղբայրները քարում, երբ որ Տիրոջ խոսքը խոսում է, շատ անգամ մարդիկ ասում են եղբայր ջան, դու իմ մասին խոսացիր, ասում եմ այ կոջան, ես քո մասին շատ գիտեմ, որ քո մասին է խոսում։ Այսինքն մենք չենք իմանում ժողովուրդ, բայց Սուրբ Հոգին ինքը գիտա։ Եվ ինչ համար է Տերը խոսում հենց քո սրտի մեջի կարիքի համար, որպեսզի դու հավատաս, որ Աստված քեզանից տեղյակ, Աստված քեզ սիրում է, նա ուզում է քեզ օգնի։ Քանի դեռ ժամանակ կա, ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք ժամանակները շատ քիչ է։ Փրկության դուռը կգա, վաղը կփակվի, ժողովուրդ ջան։ Դամար քանի մենք ժամանակ ունենք, մենք պետք է ընդունենք Տիրոջ խոսքը մեր կյանքի մեջ եւ ապրենք ավետարանի խոսքով, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք, այո, շատ անգամ Աստված մարդու կյանքի մեջ հավատք ավելացնում, հավատքը հավելացնում է, զորացնում է։ Եվ քո մեջ բերում է հույս Աստծո խոսքի վրա եւ հավատք նույնպես, ժողովուրդ ջան։ Ոչ ալ մեղավորներ արտաներու ժողով մեջ, բասնզի Տերը կճանչնա արտաներու ճամփան, բայց ամբարիշտներու ճամփան պիտի կորսվի։ Սա է ավետարանը մեզ սովորացնում, ժողովուրդ ջան։ Այո, նա գիտի արտաներու ճամփան, բայց ամբարիշտներու ճամփան պիտի կորսնի։ Դամար մենք չենք ուզում մտնենք այդ ճամփաների մեջ, որը մեզ Տերը դից հանել է, ասում էլ հետ մի նայա դեպի առաջ, գնա դեպի Տերը, ժողովուրդ ջան։ Դամար Աստված օգնի Սիրասո ժողովուրդ ջան, սկանով կվերջացնենք եւ աղոթենք այսօրվա պաշտամունքի համար, որպեսզի Աստված օրհնի այսօրվա պաշտամունքը,
Այն որ դուք այսօր կարիք ունեք, բժշկությունից բռնած, ողորմությունից բռնած, գտության, մխիթարության, անապաշխարիչ որ կա, Աստված թող այսօր քո աղոթքի պատասխանը տա ժողովուրդը։ Ես հավատում եմ։ Այն որ դու խնդրում ես, Աստված տենում է քո ներսը կարիքը։ Սակայն եղբայրը նույնպես երբ որ խոսում են, մեկը դրանից եղբայրներս իրանք են կարող զարմանալ, ասենք Աստված տանում է մի ուրիշ տոշկի վրա է տան, որտեվ քո մեջ կա էդի։ Որ մեկ էլ ծրագիր չկա, որ եղբայրը ինչ-որ այդ հարցի վրա խոսի, բայց ըլլում է պարագա խոսքի միջոցով Տերը բերում է եւ խոսում է քո հետ։ Եվ դու էլ տեսնում ես, ուրախանում ես, որ Աստված, երկնքի Աստված իմ հետ խոսած եղբոր միջոցով դաժե։ Ժողովուրդ ջան։ Դա մարդոտ իրոջ անունը փառավորվի, գանք աղոթքի, ամեն, ժողովուրդ ջան։